մեր հաշվին աչոք հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը, եւ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն, որևէ կոմպլեքս չունենք։ Այդ պարագայում ինչ զրպարտություն լինի, այդ զրպարտության պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով։ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի մեջ կրկին հակամարտություն է սկսվել։ Նրանք բացահայտ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, շարունակելով պարզել, թե 2018 թվականին ով է բերել գործող իշխանությանը։ Այս անգամ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանն ու Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն են հրապարակային կռվի բռնվել։ Առիթն էլ օրերս Գյումրիում Հայաստան խմբակցության падգամավորների հետ հանդիպման այդ թեմայով հնչած հարցն ու Աղվան Վարդանյանի տված պատասխանն էր։ Հատկանշական է, որ երկու թիմերի միջև տարիներ շարունակվող բանավեճը, որ ինչ-որ պահի մարել էր, կրկին բորբոքվել է խորհրդարանական ընտրություններից մոտ 3 ամիս առաջ, եւ սա այն դեպքում, երբ ընդդիմադիրները մյուս կողմից էլ խոսում են համախմբման անհրաժեշտության մասին։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը սակայն այս հրապարակային բախումները լուրջ չի համարում։ Երբ հրամանն եկավ X պահին, նրանք բոլորը մի կողմ են դնելու այն ամենը, ինչ նրանց բաժանում է եւ ծառայելու են մեկ գերնպատակին սպասարկել Ռուսաստանի շահը։ Իսկ Ռուսաստանի շահը մեկն է։ Հայաստանը նրանք համարում են որպես ժամանակավոր կորցրած տարածք եւ ընտրություններն էլ համարում են շատ հարմար առիթ այդ ժամանակավոր կորուստը վերականգնելու համար։ Մեհրաբյանի համոզմամբ անկախ հրապարակային հակասություններից քաղաքական դասավորությունը չի փոխվում։ Նրանք այստեղ ունեն նաև ազդեցության խմբեր, որոնք սպասարկում են այդ շահը եւ կարևոր չի նրանք ինչ են խոսում, ինչ ջրեր են, ինչ կեղտա ջրեր են, մի առվով են գնում, թե մի քանի առվով, բայց դրանից դասավորությունը չի փոխվում, Ռուսաստանի շահը չի փոխվում եւ նաեւ նրանց այսպես չակերտավոր առաքելությունը չի փոխվում։ Նրա գնահատմամբ փոխադարձ մեղադրանքների ակտիվացումը հատկապես ընտրություններից 3 ամիս առաջ պատահական չէ։ Բայց չէ որ մենք դա արդեն անցել ենք, մենք դա արդեն տեսել ենք, որտեղ Գյումրիում, էլ ինչ ասեք ասում էին, նույնիսկ հայհոյում էին, նույնիսկ ասում էին, որ ինչ-որ խնդիրներ են ունեցել, արյուն կա մեջները, այդ ամենը ինչպես տեսնում ենք որևէ դեր չի խաղում եւ չի խաղալու։ Դա այսպես զվարճացնելու, մարդկանց ուշադրությունը գրավելու համար է եւ ոչ ավելի։ Ինչու երկու խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ հիմա են հիշել այս թեման։ Քաղաքական դաշտում հնչում են նաև կոշտ-որակումներ, կողմերը միմյանց ստախոս են անվանում, ներկայացնելով տարբեր հիմնավորումներ։ Երկուսն էլ ճիշտ են, երկուսի հետ էլ համաձայն եմ եւ այսպես զուտ սպորտային հետաքրքրությամբ սպասում եմ ել ավելի խորը ինքնաբացահայտումների։ Վերլուծաբանը նշում է, որ երկու ուժերն էլ նախկինում ունեցել են երկարատև կառավարման հնարավորություն եւ հանրության վերաբերմունքը նրանց նկատմամբ արդեն ձևավորված է։ Նրանք ավելի քան վաստակել են եւ ինչ էլ հիմա ասեն, չգիտեմ 3 ամիս, 13 ամիս առաջ կամ հետո դա որևէ դեր չի խաղում եւ չի կարող խաղալ։ Քաղաքական զարգացումներն ըստ նրա առավելապես տեղեկատվական պայքարի եւ ուշադրության համար մրցակցության դաշտում են, իսկ ընտրությունների արդյունքն ինչպես միշտ կախված է լինելու ընտրողի որոշումից։ Մեհրաբյանի գնահատմամբ այս փոխադարձ մեղադրանքները ոչ միայն անցյալի իրադարձությունների գնահատման փորձ են, այլև ներկա քաղաքական դիրքավորման մաս։ Ընդդիմադիր դաշտում մրցակցություն է սկսվել եւ նախկին քաղաքական գործընթացների վերաիմաստավորումը դառնում է ներքաղաքական պայքարի գործիք։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։